ոմանց, ընդունել է ինձ եւս անհետ կորածների ընտանիքների։ Ես քիչ առաջ որ Նիկոլ Փաշինյանի խորհրդականին ասում էի, հենց հանձնակատարն է ինձ ասել, որ 5 ամիս ինքը հավատարմագրերը հանձնել է, սակայն այս իշխանությունը ոչ Ալեն Սիմոնյանը եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյանը իրեն մեկ բառ չեն զեկուցել, որ Հայաստանը ունի անհետ կորածներ, մինչդեռ ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանում գործում է հենց այդ հարցերը կարգավորելու եւ հենց այդ հարցերով զբաղվելու համար։ Մենք հիմա կգնանք եւ հրատապ հանդիպում կպահանջենք հանձնակատարից։ Գուցե այս պահին հանդիպում չլինի, բայց ես ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ հանձնակատարին, հանդիպումը շատ հրատապ է կազմակերպել ինքը նախորդ անգամ։ Ես կարծում եմ պետք է ժամանակ, որ ինքը նամակը ուսումնասիրի եւ նամակի հարցերին ի պատասխան կազմակերպի այդ հանդիպումը, որպեսզի ինքը ծանոթանա մեր բարձրացրած հարցերին։ Երկրորդ տարին է, որ պայթյունից անհետ կորածների հարազատները այսպես դռնեդուռ են ընկնում, 5 տարի է հարյուրավոր ընտանիքների, անհետ կորածների ընտանիքների հարազատներ դռնեդուռ են ընկնում։ Հետո ինչ, ասենք փոխում եք ԱԱԾ-պետին, սա գալիս ասում է ես սկսում եմ իմ նոր էջից։ Փոխում եք քննչականի պետին, նա գալիս ասում է ես սկսում եմ իմ նոր էջից։ Վաղն էլ կգնան իրենք, կգա մեկ իշխանություն, ինչպես ԱԱԾ-պետը ասեց, ես 90-ականների անհետ կորածներով չեմ զբաղվում, կգա նոր իշխանություն, կասի ես այդ պատերազմի անհետ կորածներով չեմ զբաղվում։ Ինչքան կարելի է այս ընտանիքներին տարի է ավարտվում։ Ինչքան կարելի է այս հարցը այդպես ծալել ու գրպանում դնել։ Ոչ, իմ ակնկալիքը կառավարությունից 0 է ցավոք, որովհետև դրա մասին քիչ առաջ մեր իրավաբան Տաթևիկը ասեց, թե ինչ է ասել միջազգային կառույցի հայկական հարցով զբաղվող Տիկին Օսորմոն, իրեն դա խայտառակություն է, բառիս ուղիղ իմաստով այն ինչ ասեց քիչ առաջ Տաթևիկը, դա խայտառակություն է այս իշխանության համար։ Իրենք որ մի քիչ ամոթ ունենան գետինը կմտնեն ուղակի, ոնց կարելի է խաբել, ստիպել, դուք դրամաշնոր եք բերել այս հումանիտար հարցը կարգավորելու համար, դուք խաբում եք միջազգային կառույցին անգամ, ոնց կարելի է, շարժվենք, հարգելի լրագրողներ, շարժվենք գրասենյակի մոտ, ես կարծում եմ մենք պետք է առավելապես միջազգային կառույցներին, որոնք տեղակայված են Հայաստանում եւ միջազգային այն կառույցները, որոնց հետ Հայաստանը տարբեր կոնվենցիաներ ունի ստորագրած, պետք է մենք ճնշում գործադրենք, պահանջենք իրենցից քաղաքական շահը, ստորադասեն հումանիտար շահերին եւ գործեն այդ կառույցները կոչված են հենց այս հարցերը լուծելու համար։ Տեսեք, իշխանությունները միջազգային կառույցներին կամ միջազգային հանրությանը դիմում են ընտրությունների հարցով, հա, ընտրությունների ժամանակահատվածում ուզում են աջակցություն ստանալ։ Տեսել եք, որ այսպիսի հարցերով դիմում են։ Փողի համար բոլոր հարցերով էլ դիմում են։ Իսկ ինչ է, որ Նիդերլանդները դրամաշնոր է տվել, դա չի տվել ասել տարեք ձեր գրպանը դրեք, չէ, դա տվել է, որպեսզի որևէ կերպ որոնողական աշխատանքներ սկսվեն։ Այսպես ամեն անգամ քիչ առաջ որ Փաշինյանի խորհրդական ասում էր, զբաղվում են ամեն անգամ խաբելով, ստի ոտքը կարճ է, չէ։ Ի վերջո այս ծնողները ձնագնդի բանով շատանալու են։ Մենք այսօր միտումնավոր միայն շատերը նաև վախենում են բարձրաձայնել, որովհետև իրենց ասում են տեսեք տարբեր ակցիաներ ունեցել ենք։ Դե Արսենի դեպքը տեսակ, իրենց միակ գործիքակազմը ձերբակալելն է։ Ուրիշ ինչ գործիքակազմ ունեն, որ ծնողներին լռեցնեն։ Բայց երբ որ մենք շատ ծնողների մոտենում ենք, ասում են, եթե մենք անուն ազգանունացենք, եթե մենք լուսաբանենք, կխանգարենք գործընթացին, բայց իրենց այդպես ասել են, որ Բաքվում ձեր տղաների վրա ճնշում չգործադրվի, որ Բաքվում ձեր տղաներին խոշտանգման չենթարկվի։
ենթարկեն։ Ես այդ հարցում չեմ կարող ասել, նույնականացում կլինի այդ երեխաների հետ այնտեղ գտնվող, որտեվ ես վստահ եմ, որ Բաքվի բանտերում մենք այդ 23 գերին չունենք, ինչպես Ալիևն է ասում։ Մենք այնտեղ տղաներ ունենք։ Միայն 80 հաստատված տեսանյութ կա, որ մեր տղաները գերեվարվել են թուրք ասկերների կողմից։ Կան ծնողներ կան, որոնք ունեն իրենց ձեռքի տակ այդ տեսանյութերը, մարդու իրավունքի եվրոպական դատարանում են։ Ինչ եղան այդ տղաները, հոդս ցնդեցին, ինչ եղան, որևէ մեկը, դրանք մարդ են, չէ, կյանք են, դրանք ընտանիքի ապրելու իմաստ են, ինչ եղան այդ 80 տղաները։ Չէ, բոլորի տեսանյութերը կա եվրոպական դատարանում են, հո զիջելով, դա էլ հո հող չի զիջես, դա էլ հո Արցախ չի ասես, գիտես տված էր, դրանք կյանքեր են, ուր են այդ տղաները, բա ԱԱԾ պետը գնացել էր Բաքու, որևէ մեկը ես չեմ լսել, կա հրապարակում, ինչ է քննարկվել Բաքվում գտնվող մեր գերիների մասով։ ԱԱԾ պետը չէր կարող գնալ այնտեղ խաշուտեր հետ գար։ Եթե գնացել էր, պիտի գնար կարևոր հարցեր քննարկելու։ Այսօր էմի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, Արցախյան 44 օրյա պատերազմում, ինչպես նաև բենզալցակայանի պայթյունից տուժածների եւ անհետ կորածների հարազատներն են քայլերթով շարժում դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որպեսզի իրենց նամակ դիմումը հանձնեն ՄԱԿ-ի հանձնակատարին եւ ծնողները բողոքում են կառավարության շենքի մոտ, կառավարության շենքեր մտնում Նիկոլ Փաշինյանի խորհրդական Գագիկ Իսախանյանը եւ ծնողները նրանց մի քանի հարց ուղղեցին, թե ինչու միջև հիմա իրենց զավակներից որևէ լուր չկար, բայց Իսախանյանը վստահեցնում էր, որ այդ հարցերով զբաղվում են։ Նամակը բաղկացած է երկու էջից, նկարագրությունը ես չեմ ուզում ընթերցել, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբին ուղված նամակը երկու էջից է կազմված։ Նամակում հարգելի ծնողներ կան եւ 20 թվականի պատերազմից անհետ կորածների խնդրանք դիմում եւ պայթյունից անհետ կորածների ծնողների կողմից խնդրանք դիմում եւ այս նկարագրությունը ամբողջությամբ չկարդամ ես, պարզապես ուզում եմ ասեմ, որ մենք մեկ անգամ եւս երբ եկել ենք այստեղ հիմա նորից դիմում եմ տիկին Ֆրանսուազ Ժակոբին եւ հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, որպեսզի քաղաքական շահը որևէ պարագայում վեր չդասեն հումանիտար շահից։ Եթե այս կառույցը պիտի քաղաքական շահը վեր դասի, ուրեմն այս կառույցը Հայաստանում անելիք չունի։ Մենք դիմել ենք մի շարք հարցեր տիկին Ֆրանսուազ Ժակոբի հետ քննարկել ենք, մի շարք հարցերի պարզաբանումներ ես լսել եմ, բայց հարցեր, որոնք այս օրերին առաջացել են այս ընթացքում ինձ մոտ, ես ուզում եմ դրանք միայն հարցերը կարդամ եւ նամակը կխնդրեմ հետո անհետ կորածների ծնողների համար այստեղ հարազատների տեղ եմ բաց թողել, անուն ազգանուններով լրացնենք, նամակը հանձնենք, ես հրատապ հանդիպում եմ պահանջել, մենք հրատապ կարգով ակնկալում եմ, որ հանձնակատարը կանսա մեր հորդորին եւ հրատապ հանդիպում ես հետ կկազմակերպի։ Քանի որ մենք պահանջել ենք մի քանի քայլեր իրականացնել ՄԱԿ գրասենյակը Հայաստանում, ինչպես նաև մեր հորդորը փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, ուստի մենք հիմա եկել ենք հետևյալ հարցերով։ Ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել
անհետ կորածների ճակատագրի պարզման ուղղությամբ։ Հարցեր, որոնք մենք քննարկել ենք իրենց հետ եւ հիմա եկել ենք այդ հարցերի պատասխանը ստանալու։ Ինչու մինչև հիմա այդ քայլերը տեսանելի չեն ինձ համար, այս ծնողների համար։ Ինչ լրացուցիչ գործողություններ է նախատեսում ՄԱԿ-ը միջազգային պարտավորությունները կատարելու եւ ապահովելու համար։ Եվ այստեղ խոսում է նաև խաղաղության գործընթացի մասին, մենք վստահ ենք, որ եթե այս միջազգային կառույցները, ԵՄ գրասենյակը, ՄԱԿ-ը, մարդու իրավունքների միջազգային կառույցները չգործեն, այդ խաղաղությունը առանց հումանիտար հարցի լուծման չի կարող որևէ դեր ունենալ։ Դա միֆ է, դա անհնարին է ուղղակի։ Հիմա մենք ուզում ենք կոնկրետ քայլերը, որը մեզ խոստացել էր տիկինը, խոստացել էր, որ հաջորդ մեր հանդիպմանը կասի, այդ թվում եւ կզեկուցի պարոն Գուտերեշին, նաեւ ասեմ, որ երբ որ ես հանդիպում էի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաժողովին։ Տիկին Ժակոբը ինձ ասաց, որ ինքը կզեկուցի Գուտերեշին, որ եթե Նիկոլ Փաշինյանը անգամ չուզենա խոսել անհետ կորածների հարցով, ինքը այդ հարցը բարձրացնի եւ իրենք քննարկեն մեր անհետ կորածների հարցը, խոսքը Գուտերեշի մասին է։ Ես հիմա ուզում եմ այս հարցերի պատասխանը ստանալ ՄԱԿ-ի հանձնակատարից եւ իրենից պահանջում, խնդրում, հորդորում ենք ծնողների հետ մեկտեղ հրատապ հանդիպում կազմակերպել։ Այսօր չի լինի, վստահ եմ, որովհետև պետք է նամակի բովանդակությանը ծանոթանան։ Ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք այդ հանդիպումը կունենանք ՄԱԿ-ի գրասենյակում եւ խոստանում եմ դուք տեղյակ կլինեք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում, որովհետև մենք մի բան ենք արձանագրում, երբ որ մենք խնդրի հետևից չենք գնում, բոլոր խնդիրները մնում են դարակներում։ Մենք հանդիպել ենք, կոնկրետ հարցեր քննարկել ենք, հիմա եկել ենք այդ հարցերի լուծման ու պատասխանների հետևից։